Մտածում եմ, ճիշտ է, խելացի ազգ ենք, բայց ցավոք, միշտ աղքատ եւ հալածված, միշտ օտար ափերում մի կտոր հացի փնտրտուքով։ Այս մի կտոր հացի փնտրտուքը հայաթափեց Հայաստանը, քանզի անկախությունից հետո սեփականաշնորհման քողի տակ սեփականաշնորհվեցին բոլոր գործարանները, աշխատատեղի խնդիրներ առաջացան եւ այսօր էլ այդ խնդիրը կա։ Ասպարեզ եկան ապազգային ուժեր, յուրաքանչյուրն իր սև գործն արեց սովետից ժառանգած հարուստ երկիրը թալանեցին, անդունդի եզրին հասցրեցին։ Լևոնից սկսած, Ղարաբաղյան կլանով եւ վերջացած հեղափոխությամբ ասպարեզ եկած, ժողովրդին հազար ու մի խոստումներ տված Փաշինյանով։ Սոնա արշունեցին գրել է։ Այսօր ազգային ժողովում թոշակների բարձրացման համար քննարկումներից պարզվեց, որ բյուջեում աղքատների համար փող չկա, իսկ քաղաշխատողների աշխատավարձերն ու պարգևավճարները քառակի անգամ են բարձրացվում։ Դա խոսում է երկիրը սխալ կառավարելու մասին, որը բերել է աննախադեպ սոցիալական բևեռացման։ Փոխանակ աղքատությունը մեղմելու համար փոքրի շատե նվազեցնեն աղքատության ցուցանիշը, նոր ընդունված օրենքներով նոր բեռի տակ դրեցին աղքատ մարդուն, քառակի անգամ բարձրացնելով գույքահարկը եւ աղբի վարձը, որը պետք է հաշվարկվի ոչ թե մարդկանց թվով, այլ բնակարանի քառակուսի մետրով, որն աբսուրդի ժանրից է։ Տեսնելով, որ նոր օրենքներով կրկնակի բեռի տակ են մտցնում առանց այդ էլ մի կերպ գոյատևող աղքատ խավին, ստիպված եմ մտքերից բեռը թոթափելու համար մտահոգություններս հանրայնացնեմ։ Աղքատի ցավն իմ ցավն է, նրա դժվարություններն իմն են եւ լռել չեմ կարողանում, էությունս է այդպիսին։ Ինչքան, մինչև երբ կդիմանաս դու իմ խեղճ ժողովուրդ, այդ հարցը հաճախ եմ ինքս ինձ տալիս։ Մեծ հույսով եւ հավատով հեղափոխություն արեցինք, գայթակղվելով խոստումներին։ 7 տարի իմ տասնյակ հոդվածներով թիկունք եղավ, որ դաշնակները Ղարաբաղյան կլանը չխանգարեն, որպեսզի Փաշինյանն իր ծրագրերը կյանքի կոչի։ Ինքս ինձ համոզում էի, որ նոր կառավարությունը սատար կկանգնի աղքատ խավին, արտագաղթը կանգ կառնի։ Դեռ Սերժի օրոք եմ աղքատության համար ահազանգ հնչեցրել։ Հիմա էլ աղքատության նույն թիվը պահպանվում է։ 23%-ից մի բան էլ անց է, եւ անկախությունից այս կողմ այդ աղքատությունը չէր պատճառը, որ հայաթափվեց Հայաստանը։ Մի լավ խոսք կա՝ հավն իր կտից չի փախնի։ Ինչքան ստիպված է հայ մարդը, որ ծախում է իր տուն ու տեղը եւ լքում է երկիրը, բռնում օտարության ճանապարհը, երբ ոչ տանիք ունի իր գլխի վերևը, ոչ էլ լեզու գիտի հաղորդակցվելու համար։ Գնացինք եւ հենարան դարձանք Հայաստանում մնացած մեր հարազատներին, այլապես այսօր Հայաստանում 1 միլիոն հայ էլ չէր մնա։ Այսօր էլ հայը լքում է իր հարազատ տունը, երկիրը, եւ դեմն առնող չկա։ Ապրելով Եվրոպայում աչքիս առաջ է, որ արտագաղթը կանգ չի առել։ Այս հոդվածս գրել եմ, երբ կառավարությունը նոր օրենք բերեց ազգային ժողով հաստատման հայտարարագրի մասին օրենքը։ Եվ իմ պահանջն է, որ սոցիալ նախարարը, որը վարչապետին համոզում է, թե 36000 թոշակը բավարար է նվազագույն զամբյուղին, վարչապետն էլ համոզված է, այն էլ այս թանկացումներից հետո, ուրեմն սոցիալ նախարարը թող ներկայացնի մենյուն, թե թոշակառուն քանի անգամ իրավունք ունի սնվի, իրավունք ունի միս կարակուտի, բժշկի գնա, դեղեր առնի, որ տեղավորվի 36000-ի մեջ, որ կարողանա կոմունալները մուծի, հիգիենայի պարագաներ գնի, շորի եւ կոշիկների մասին էլ չասեմ։ Մեր ծերերը հներով են յոլա գնում։ Պահանջում են, որ սոցիալ նախարարը ներկայացնի մենյուն։ Այսպես չի կարող շարունակվել, երբ երկրի 23% աղքատ է, ինչպես նախքան հեղափոխությունը, եւ այսօր էլ ոչ մի տեղաշարժ չկա։ Պետք է աղքատությունը վերացնելու ռազմավարություն մշակվի, երբ առատորեն աշխատավարձերն ու պարգևավճարներն են բարձրացվում, աղքատ խավը չպետք է անտեսվի։ Ես իմ ժողովրդի աղքատ խավի հետ եմ։ Մտածեցի այս վիդեոն դնեմ վարչապետի Facebook-յան էջին եւ սոցիալ նախարարին հետեւություն անելու առիթ կտա, բայց ինչ, երբ այս վիդեոն դրեցի վարչապետի Facebook-յան էջին, օրեր հետո որոշում ընդունեցին հայտարարագրման մասին օրենքը, գույքահարկի քառապատիկ անգամ բարձրացումը եւ աղբի վարձը քառակուսի մետրով հաշվարկելը։ Ես ինձ մեղավոր զգացի, որ իմ գրառումով ոչ թե կարողացա աղքատի դարտին դարման անել, այլ ավելի բարդացնել իրավիճակը, իսկ վարչապետը ոչ թե մտածեց այդ հարկերը մեղմելու դիմաց գոնե մի փոքր թոշակի բարձրացում անել, այլ առաջարկեց բնակարանները ծախել եւ գնալ հեռավոր գյուղերում տուն առնել, մնացած փողով ապրել։ Փաստորեն քաղաքի կենտրոններում միայն հարուստները պետք է ապրեն։ Այսպիսի բաներ, իրոք որ աղքատը ծանր բեռ է մեր կառավարության համար։ Այսօր էլ ԿՊ-ն ամբողջ թիմով հարձակվեց օրինագիծը խորհրդարան բերած ընդդիմադիրների վրա եւ տապալեցին։
Այլևս չի լսվում, 7 տարի միայն այդ լեզվակռվի ականատեսը եղանք, աղքատը մնաց աղքատ, թալանչիները մնացին անպատիժ, իսկ ԿՊԱ-ականների մեջ նոր օլիգարխներ, նոր կոռուպցիոներներ սկսեցին ձևավորվել, անպատժելիությունը բերել է ամենաթողության, ասես անտեր երկիր լինի, դրա համար էլ Ալիևը տեսնում է Փաշինյանի թույլ կողմերը և պահանջները, որ դեմ է տալիս, իսկ Փաշինյանը աշխատում է գոհացնել նրա բոլոր պահանջները, միայն թե կնքվի խաղաղության պայմանագիրը, որը չունի երաշխավոր, երբ ուզի Ալիևը կգնա էսկալացիայի, ինչպես 2 անգամ անտեսեց 1994 թվականի Բիշկեկյան զինադատարի պայմանագիրը, որի երաշխավորը Մինսկի խումբն էր, և Ղարաբաղի հարցի լուծումը պետք է Մինսկի խմբի շրջանակներում լուծվեր, խաղաղ բանակցությունների միջոցով։ Երկրի ղեկավարը նախ պետք է լինի լավ դիվանագետ, տնտեսագետ, ժողովրդի դարդ ու ցավով ապրող, երկրում կարգ ու կանոն հաստատող, ժողովրդավարություն չի նշանակում ամենաթողություն։ Աստված պահապան ազգիս, Սոնա Արշունեցի, գրող հրապարակախոս, Նյութի աղբյուր, my.mamul.am։ Ըստ իս ամենակարևոր բանը այն, որ քաղաքացին կարա անի ու պետք է անի հիմա Հայաստանում, դա ընդհանրապես վնաս տալն է մեզ օկուպացրած զորքին, ինչքան հնարավոր է, պարտիզանական բոյ տալ։ Ես պարտիզանական բոյ տալու համար իմ հիմքերը ստեղծել եմ։ Իմ ընտանիքը սովից չի կոտորվի։ Ձեզ թվում է ես գլադիատոր եմ, դուք եք Կոլիզեում նստած եք, ես տենց պետք է կռվեմ, բոյ տամ, չգիտեմ, սրոկ գրկեմ, գնամ, նստեմ, հելնեմ, դուք եք Կոլիզեի նստած, սենց որ բութմատը ներքև վերև անեք, չէ, ժողովուրդ ջան, տենց չի։ Հա, ես բոյ կտամ, դա իմ որոշումն է։ Ու հենց որ զգամ, որ վերջս եկել է, հետս մի 10 հոգի կտանեմ, ոնց էլ լինի այն աշխարհ։ Բայց նույնիսկ վերջին պահին չեմ կզելու։ Ու ամենակարևորը, ես մատաղացու գար չեմ լինելու, ես չեմ սպասելու, երբ են գալու իմ հետևից։ Մինչդեռ Հայաստանի բնակչության մեծ մասը հենց դա է անում։ Նույն 21 թվականի ընտրությունները հիմա բազմաթիվ շահարկումների առարկա են դարձել, մոդայիկ այդ թեման արծածելը, ով ոնց ասես արծացում է, բայց ամենակարևոր փաստարկը ոչ մեկ չի քննարկում։ Իսկ 21 թվականի ընտրությունների ամենակարևոր իրադարձությունը այն էր, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրան չի մասնակցել։ Մի մասը ընտրել է Նիկոլին, մի մասը չի ընտրել Նիկոլին, իսկ ճնշող մեծամասնությունը չմասնակցելով ընտրություններին նույնպես ընտրել է Նիկոլին։ Դա մաթեմատիկական փաստ է։ Փաստ է։ Այնպես ինչպես փաստ է, որ եթե նույն իրավիճակը լինի օրինակ Գյումրիում, Նիկոլը նորից ընտրվելու է։ Ու ինքը չի ընտրվելու իր օգտին տված քվեների շնորհիվ, ոչ։ Սա իրենց վարչական ապարատ եթե կիրառեն լավ, որակով տերոր անեն, 10,000 ձենից ավել իրանք չեն կարող հավաքեն։ Բայց այդ 10,000 ձենը 50% կարակազմի, եթե ընտրությանը մասնակցի 20,000 քաղաքացի։ Իսկ 20,000-ը ուղիղ այն թիվն է, որը մասնակցել է նախորդ ընտրություններին Գյումրիում։ Գյումրիում նախորդ ընտրություններին 20,000 հոգի մարդ է մասնակցել։ Մասնակցելու իրավունք ունի 110,000 հոգի, մասնակցել է 20,000։ Հիմա եթե այդ 20-ից 10-ը ընտրեց ԿՊ-ին, որը էլ եմ ասում, մաթեմատիկորեն հնարավոր է, ԿՊ-ն հաղթելու է։ Ու ստացվել է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ոչ են մասնակցել, նույնպես ընտրել են Նիկոլին։ Մինչդեռ եթե մասնակցությունը գոնե 40,000 լիներ, 10,000 արդեն ոչ թե 50%, այլ 25%։ Սա պարզագույն տրամաբարությունն է, հուշում։ Չեք ուզում կռվեք, չեք ուզում նստեք, չեք ուզում հավ պահեք, բա ինչ եք ուզում ժողովուրդ ջան։ Սրանց չեք ուզում վնաս տաք։ Սպասում եք ձեր հետևից գան։ Շուտ բարոյա հոգեբանական բաներ էին, դասեր էին ինձ տալի համախմբվելու վերաբերյալ։ Ժողովուրդ ջան, մենք համախմբվել ենք։ Այն ինչին մենք հասել ենք, մենք չենք կարողանա հասնենք, եթե համախմբված չլինեինք։ Դե սկզբից 50 հոգի էր, տարիների ընթացքում 100-ից ավել տղա է մասնակցել, եւ ոչ միայն տղա։
Բոլորի անունները չեմ էլ կարողանա տամ, բայց առանց այդ համախմբման մենք չենք կարողանա առաջ շարժվենք։ Առանց օրակարգի չենք կարողանա առաջ շարժվենք։ Ուզում եք ինչ-որ բան անեք, արեք, չեք ուզում ինձ լսեք, օքեյ, դուք ձեր որոշումը կայացրեք, բայց մի բան արեք, դուք չեք կարա տունը նստեք, ասեք, այս բան չեմ հասկանում, չգիտեմ ով է, 21 թվի ընտրություններին 30 հոգի է, 30 կուսակցություն է մասնակցել, տենց չեք կողնորոշում ու ընտրեք, սպասում եք Քրիստոսը կա իջնի, պրակտիկան ցույց է տալու, որ Քրիստոսը երբ որ իջնում է, ժողովուրդը իրան խաչում է, դրա մասին է ավետարանը, այդպես է եղել, այդպես կա, այդպես է լինելու միշտ, ժողովուրդը միշտ Քրիստոսին խաչելու է, ում եք դուք սպասում, նույն Գյումրիում կա կպից բացի եւս 8 թեկնածու։ Այդ 9-ի մեջ չեք կարող որոշում կայացնեք։ Իսկ ես վստահ եմ չեք կարողանալու։ Դա ամենայն դեպս այդպես եք ասելու։ Իրականում, չգիտեմ, ալարելու եք։ Հավես չեք անելու։ Դրա փոխարեն ամեն անգամ, երբ որ ձեզ իրականության մասին փաստեր են ներկայացնելու, ջղայնանալու եք, ասում եք Ես հուսալքություն տարածում, խիչ ես համախմբվում, պետք է համախմբվել, համախմբվեք, քանի Գյումրեցի Երևանից ելնելու, ես կիրակի օրը գնալու է քվեարկի, ընդ որում ասում եմ կապ չունի ում, ենքան որ մասնակցությունը լինի բարձր, այդ պարագայում ձև չկան, սրանք հաղթեն, դա չի նշանակում, որ Հայաստանը փրկվել է, ոչ, Հայաստանը այս քաքի մեջ է, որ մի հատ Գյումրիով դա չես փրկի։ Դա նշանակում է դու քո թշնամուն վնաս ես տվել։ Որտեղ կարացել ես տվել ես։ Էսա ռազմավարությունը, էսա պլանը։ Թե ավելի լավ պլան կա, խնդրում եմ, ասեք, ցույց տվեք ինձ։ Թե չկա, ուրեմն պետք է անենք։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Այո, այս երկիրը օկուպացված է եւ այո, այս պահին դուք չեք կարող դա ազատել։ Բայց նստել սպասել, թե երբ են ձեր հետևից գալու, դրա իմաստը որն է։